Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, նախ բոլորի շնորհավորում եմ Գյումրիում լիարժեք հաղթանակի առթիվ Վարդան Ղուկասյանին, նույն ինքը ժողովրդի լեզվով ասած մեր Վարդանիկին, մաղթում եմ տղավարի ինչպես որ միշտ, առաջիկայում էլ նույն համոզմունքներով մարտնչել ՔՊԻ ներքին եւ թուրքերի դեմ եւ դրսի թուրքերի դեմ եւ ինչով կարողանանք մենք էլ որպես Հայաստանի քաղաքացի պատրաստ ենք աջակից լինելու։ Հուսանք, որ հաջորդ ալիքը լինելու է Երևանի ազատագրումը։ Գյումրին ապացուցեց, որ ինքը հայ է, որ ինքը Հայաստան է եւ վերջ, եւ հիմա հերթը Երևանինն է։ Անդրադառնանք մնացած թեմաներին, որը որ այժմ ճգնաժամային է եւ օրհասական։ Նախ անկեղծ կլինեմ, որպես Արցախցու շառավիղ կասեմ, որ ահա որ վիրավորված եմ ինձ զգում, իմ բոլոր տարիների արածների դիմաց արցախցիների այսպիսի արձագանքը եւ Դավիթ Հովհաննիսյան դատապաշտպանի այն հայտարարությունը, որ ասում է մենք այս կառավարությունից պարտքու պահանջ չունենք։ Ուզում եմ հարցնել այդ տղային. ինչ պարտքու պահանջ չունես։ Հորդ գերեզմանը, պապերիդ գերեզմանը, զոհված տղաների գերեզմանը, որ թուրքը քանդել է, Նիկոլի մեղքով չի, իսկ ում մեղքով է։ Այսինքն քեզ քո այդ 50,000 դրամից ավել ոչինչ չի հետաքրքրում։ Արցախահայերին կոչ եմ անում հիշել, որ իրենք Հայաստանի ամենապատվախնդիր մասն են։ Արցախը Հայաստան է իսկականից ու վերջ, բայց դա Նիկոլը չի ասել, դա ասել է Լեոնիդ Ազգալդյան, լեգենդար հրամանատարը, չմոռանանք դա, եւ ժամանակն է Հայաստանի, Արցախի եւ առհասարակ աշխարհի բոլոր հայախոս թուրքերին, թուրքերի դեմ կզածներին ասելու, որ մենք հայերս հաղթող ուժ ենք, պատրաստ ենք հաղթելու եւ հաղթելու ենք եւ չի կարելի մեզ մի պարտությունով ծնկի բերել։ Բոլորին Կիրակի օրը, այսինքն վաղը չէ մյուս օրը, ժամը 12-ին, կեսօրին 12-ին, սպասում եմ Եռաբլրի մուտքի մոտ։ Բոլոր նրանց, ովքեր որ ինձ համախոհեն, բոլոր նրանց, ովքեր որ պատրաստ են իմ հետ սկսելու Երևանի ազատագրումը, տղամարդ կլինի թե կին, անկախ տարիքից ու սեռից, բոլոր հայրենապաշտ հայերին սպասում եմ Կիրակի օրը Եռաբլրի մուտքի մոտ ժամը 12:00-ին։ Գնալու ենք տղաներին այցի, հավաքվելու ենք խելք-խելքի տանք եւ միասին որոշենք ինչպես նորից հանենք թուրքահպատակների այս որջից մեր ազգային պատվախնդրությունը, մեր պաշտամունքը, հայապաշտությունը։ Ես ինչ հիշում եմ 15 տարեկանից հայրենիք եմ պաշտպանում, 15 թվականից էլ թուրքերի հետ եղբայրություն անողներին, Սերժ Սարգսյանին եւ մնացածներին փորձում եմ ուշքի բերել ու ասել, որ հայերը ունեն իրենց պատիվը ու դուք չեք կարող այն ոչնչացնել։ Բոլորից սպասում եմ տղաների մոտ։ Ես երկրում եմ, ես պայքարելու եմ, ես չեմ վախենում Նիկոլի վարձկան ենիչերիներից, չեմ էլ վախեցել, ուղղակի այդպես էր պետք, էշ նահատակություն չլինելու, անգամ մահդ պտի հայրենիքիդ ծառայի։ Կարծում եմ Գարեգին Նժդեհի այդ խոսքերը լավ եք հիշում։ Ուրեմն առաջ մենք սկսելու ենք մեր ֆիդայական պայքարը բոլոր պատերազմի տղաներին, բոլոր պատերազմի ժամանակների վիրավոր ետ դարձած տղաներին, բոլորին, հատկապես իմ մարտական ընկերներին, բոլոր պատերազմների, ինձ ճանաչողներին, եւս մի անգամ երդվում եմ տղերք, ոչ մի քայլ ետ չեմ դրել այսքան ժամանակ, ետ չեմ դնելու, ես ձեր սոսեն եմ, ինչպես եղել եմ, այնպիսին էլ կլինեմ միշտ, ու եթե պետք է հայրենիքի ազատագրման զոհասեղանին լինի վերջին զոհը, թող լինի, մինչև վերջ, սպասում եմ բոլորիդ,
եռաբլրում Կիրակի ժամը 12-ին բոլոր նամուս ունեցող հայ տղաներին, բոլոր նոր ֆիդայագրվող հայ տղաներին, բոլոր հին ֆիդային իրենց համարողներին, բոլոր հայդուկներին, անկախ կուսակցությունից, չկա աթոռակռիվ տղերք, կա հայրենիք, որը Նիկոլը վերջնական վաճառել է, Սյունիքն է դրած զոհասեղանին, եւ ես կարծում եմ, որ դա մեր պայքարն է, աթոռակռիվ չկա, գոյություն չունի, քաղաքական լիդերները դա նրանք են, ում որ մենք պետք է թելադրենք, թե նրանք ինչ անեն այսուհետ, մենք ենք թելադրողը, ուժն է ծնում իրավունք, եկեք խելքի տանք, բոլորից սպասում եմ եռաբլրում Կիրակի օրը ժամը 12-ին, եկեք, խոսենք, հասկանանք ինչ ենք անելու հետո